Պարոն Ղուկասյան, ձեզ համար տարօրինակ չէ, որ մինչ այս պահը Մարտուն Գրիգորյանը լռում է, սրա հետ կապված ինչ կարող եք ասել։ Ես սպասում եմ Մարտուն Գրիգորյանի ուրեմն հայտարարությանը եւ գիտեմ, որ ինքը լուրջ հոյդեղբայրներ ունի, հայր ունի, բան ունի, իրեն խորհուրդ կտան, ինքն էլ արդեն 40 քանի տարեկան է, արդեն ինչքան գիտեմ թորնիկ ունի, բան ունի, ավելի ես գիտեմ, որ մարդիկ ավելի շատ ապրում են, ասենք, անունի համար, քան թե ասենք պաշտոնի համար։ Այդ իրանից ինչ է ներկայացնում, որ ասենք կարող այդ պաշտոնը հետագայում ուրեմն բանի առարգա դառնա, որ իրեն ուրեմն մշտական թիրախավորեն ու ինչ որ մի բան անեն։ Ես էլ չեմ ուզում իրենից բան խոսել, կներեք ինձ, սպասեք նայենք ինչ է պատասխանելու։ Երբ պատասխանեց, ուրեմն ես այսպես ձեզ կհրավիրեմ, եթե ձեզ հետաքրքիր եղավ։ Ուրեմն ամեն ինչ այդ հարցի շուրջ կխոսենք։ Հիմա ասելու բան չունեմ։ Պարոն Ղուկասյան, ներողություն, դուք ինչքան բացառում եք արդյոք, որ պարոն Գրիգորյանի որոշման վրա նաև ազդեցություն է ունենալու Սերժ Սարգսյանը, որովհետև այնուհանդերձ պարոն Գրիգորյանը նաև պատիվ ունեմ խմբակցության падգամավոր է եւ գիտենք ձեր եւ Սերժ Սարգսյանի լարված հարաբերությունները։ Ես մի բան ասեմ, որ ես հիշում եք, որ ասում էի, թե ես կբանակցեմ այն տեխնազուների հետ, որոնք, ասենք, քաղաքի շահը ավելի բարձր են դասում եւ չեն ղեկավարվում դրսից։ Ես սպասում եմ այդ ամեն ինչին, հիմա ասելու բան չունեմ, նորից եմ կրկնում, սպասում եմ պատասխանին, սպասում եմ։ Եվ ոչ միայն ես եմ սպասում է ամբողջ քաղաքը, սպասում է հայ ժողովուրդը, ասեմ ձեզ, եւ Հայաստանից դուրս, եթե դուք կաք տեսնեք, թե ինչքան ինձ զանգեր է գալիս, ինչքան մարդիկ գիշեր-ցերեկ սպասում են, թե ինչ պիտի պատասխանեն ու ինչ պիտի լինի, որ ասում են ԿՊ-ն էստեղ պիտի պարտվի, ու ամբողջ հայ ազգն է կանգնած դրա վերաբերյալ, դրա համար, ես սպասում եմ դրան, հետագայում մենք մեր խոսքը կասենք։ Դուք ասացիք, որ փոխ քաղաքապետի պաշտոնը պատրաստ չեք զիջելու կամ կիսելու, ինչ հարց է լուծում փոխ քաղաքապետի պաշտոնը, որ պատրաստ չեք, եւ սցենարի վերաբերյալ, այդ բոլոր տարբերակները հավանական դուք պետք է մինչև այս պահը կամ գիշերվա ընթացքում արդեն իսկ քննարկած լինեիք կամ կապի դուրս եկած։ Բարի։ Եվ կներեք լրացում գործընկերոջս, դուք մի տեսակ հասկանում եմ հաղթողի դիրքերից եք խոսում, բայց եկեք անկեղծ լինեք, էլի, դուք փառակալի հաղթանակը չեք տարել, այսինքն դուք մի ԿՊ-ի դեմ 5 ընդդիմադիրով եք կռվել, 3 ԿՊ-ի դեմ 1 ընդդիմադիր է շատ ջախջախի չափարակտարի փառականում։ Ուզում եմ ասել, եթե դուք այդ շատ փառավոր դիրքերում չեք, ինչու դուք չեք նաև այդ նախաձեռնողականությունը դրսևորում, այսինքն դուք այսպես շատ բարձունքում նստած, անդորում ձեր կարմիր գոտիները քաշելով, դուք ասում եք, որ փոխ քաղաքապետի պաշտոնը պատրաստ չեք զիջել, քաղաքապետ, փոխ քաղաքապետերը ձերն են, մնացածի համար դեռ կբանակցենք։ Այսինքն արդյոք դուք արդեն իսկ տաբուներ չեք դնում ձեր հետ գործընկերային դաշնությունելու համար։ Գիտեք մի բան ասեմ դրա վերաբերյալ, ես այդ ինչ որ ներկայացրեցիք, ես այդ տեղից չեմ խոսում։ Ես շատ համեստ եմ խոսում եւ հավանական է դուք ուզում եք այդպես տեսնել, ուղղակի այդ աչքերով եք ինձ նայում, ուղղակի ձեր ագնոցները որ հանեք, ավելի լավ կտեսնեք իմ պահվածքը եւ իմ խոսալը։ Հիմա ինչ եմ ուզում ասել, Փարակյարը, եթե համեմատում եք Գյումրիի հետ, չարաչար սխալվում եք, որովհետեւ ամբողջ պետական ուժերը, այստեղ միայն մենք նկարահանել ենք 70-ից 100 ավտոբուս դրսից եկած, մենք բոլորը նկարահանած ունենք դրսից։ Փարակյարում այդպիսի բան չի եղել։ Էլ չեմ ասում, որ ամբողջ պետությունը մարզպետներով ու նախարարներով ու պատգամավորներով էստեղ են եղել։ Էլ չեմ ասում, որ ձեր ուրեմն սայթերի մեջ գծված, թե Թուրքիայից ընդուկ մարդիկ են եղել, այդպիսի նյութեր կան, թե որտեղ են մնացել այդ մարդիկ եւ Վրաստանից նամանավանդ Ախրքալակի կողմից, էլ չեմ ասում, որ ինչքան ներկայացրեցին գումարների բաժանման հետ կապված, տարբեր տեղեր լրագրողները գնացին, տեսան որտեղից ինչ դուրս եկավ ու շատ բաներ ունենք, մենք փաստեր ունենք։ Չեմ ասում, որ տուն կա, բնականon կա, որ ասենք 2 հոգի են գրանցված, ուրեմն դարձել են 12 հոգի, որ այդ մարդկանց ընդհանրապես հիմա մինչև այսօր այդ մարդիկ կան, եթե պետք եղավ կասենք որտեղ։ Ուրեմն ասեմ ձեզ, այդպիսի մոտեցում ոչ ոք հավանական է ոչ մի քաղաքում չի եղել, ինչ որ արվել է Գյումրի քաղաքում։ Ես այդտեղից եմ խոսում ու 10,000 ձայն հավաքել է այդտեղ, դա շատ մեծ թիվ է։ Հետո Սոված քաղաքում, որ
7 տարի մոտ 40%-ը քաղաքի անապահով խավ է, եւ այդ գումարները ինչքան կարեւոր բան է մարդու համար։ Այստեղ մաքուր 10,000 ձայն, 13 տարի աշխատած քաղաքապետը ինչքան խոցելի է։ Ընդհանուր առմամբ աշխարհում կա մի բան, որ եթե մարդը աշխատում է, ուրեմն անպայման խոցելի է դառնում։ 13 տարի աշխատել եմ, դրանից հետո անցել է 13 տարի ու եկել եմ, այսքան ձայներ եմ հավաքել։ Ես գտնում եմ, որ դա շատ մեծ արդյունք է, Իհարկե ես ավելի շատին էի սպասում, բայց քանի որ քաղաքից մոտավորապես օրինակ հիմա ես այս թաղի հետ կապված կարող եմ ասել, որ այստեղից միանշանակ 40-50%-ը չի բնակվում։ Բացակայում է մարդկանց դռները փակել, 40-50%-ը։ Մարդիկ ընդդուք դրսերից եկան հասան այստեղ, քվեարկեցին նույն գիշերը հետ գնացին, նույն գիշերը այդպիսի մարդիկ էլ կային, տասնյակ։ Այո։ Սա այս ընդունություններին է եղել։ Այո։ Ես այս կանը պատասխանեցի։ Չէ, ես նկատի քաղաքապետի աշորա չզիջելու Փող քաղաքապետի հետ կապված ասեմ ձեզ, ուրեմն չեմ ուզում դրան անդրադառնալ, ինչ որ այդտեղ խնդիրներ կա, բայց եթե շատ եք ուզում պատասխանեմ, կպատասխանեմ, եթե չէ կարող եմ շրջանցել։ Ուզում եք, հա։ Բարի։ Մի թեթև։ Ոչինչ, քաղցր ջան, սպասի պատասխանեմ։ Ուրեմն մի թեթև պատասխանեմ։ Ուրեմն փող քաղաքապետի հետ կապված, այստեղ ոնց որ ես ավելի շատ ուրեմն որ ծիծաղում եք, գեղեցկանում եք, ասեմ ձեզ, հա։ Ինչ լավ է։ Բայց մի շեղվեք։ Ասեմ, չեմ շեղվում։ Մի անհանգստացի, Նարեկ ջան, չեմ շեղվում։ Ասեմ ձեզ, ուրեմն ես ոնց որ նպաստեմ ինչ որ մի բանի, որ ասենք պատկերացրեք, եթե ինձ ձերբակալեն, ինստինկտյան փող քաղաքապետը պարտավորակ բանը ինքը վերցնում է իր վրա, ստանձնում է եւ ինքը դառնում է քաղաքապետ։ Այդ դրա համար ես եթե այդ պահը մենք դա բան ենք անում, թե չէ միանշանակ ես խնդիր չունեմ աշխատելու հետ կապված ու ես այնպեսի ապրելակերպ ունեմ, որ ասենք ինչքան էլ մարդը հարամ լինի, իհարկե ես իրենց հետ չեմ ասում, ասենք ով ուզում է լինի, ինձ հետ ինքը մաքուր կպահի, որովհետև ես մաքուր եմ պահում ու մաքուր պահանջում եմ մարդկանցից։ Դրա համար ես վախենալու բան չունեմ, բայց եթե այդ սկզբունքը կիրառեն, ոնց որ մենք նպաստենք, որ ԿՊ-ն քայլեր ձեռնարկի, դրա համար ոչ։